Քանի որ իշխանության ներկայացուցիչները վարչապետի մակարդակով հայտարարում են, որ ընդդիմադիրներին ԱԱԾ պատվալներ տանելու, կախելու, այդպես կոչեր են, հա, հնչեցնում, իշխանությունը ինչ է պատրաստվում անել։ Մենք ենք կոչեր հնչեցնում։ Չէ, ժողովուրդը, հա։ Փոխանցում եք, դուք քիչ առաջ նաև հնարավորություն ունեցաք լսելու գլխավոր դատախազի զեկույցը եւ գործում քայլեր դա գործում, հա, այսինքն բանը պատվալ լցնելու, սա ժողովրդավարական երկիր է եւ ԱԱԾ պատվալում հայտնվում են այն մարդիկ, ովքեր պետք է հայտնվեն ԱԱԾ պատվալում եւ ոչ թե ինչ որ լրագրողի միայն հրապարակումը հիմք ընդունելով կամ ինչ որ քաղաքացու, այո, դուք էլ եք, չէ, ժողովրդի ձայնն եք, չէ, մեկ-մեկ բարձրաձայնում։ Լինում է, որ նաև ժողովրդի ձայնն եք բարձրացնում։ Հա։ Եվ ձեր եւ քաղաքացիների տարբեր ահազանգեր միայն հիմք ընդունելով չես կարող ցանկացած մարդու տանել ԱԱԾ պատվալ։ Հնարավոր է, որ օրենսդրության մեջ փոփոխություններ արվեն այդ ժողովրդի կոչը հաշվի առնելով եւ մարդկանց կախաղան հանելը դառնա Հայաստանում արտարադատության գործիքներից մեկը։ Եթե նման ցանկություն ունենայինք, նախ մենք այս երկրում հեղափոխություն չենք կարող իրականացնել, որովհետև այո, ժամանակին հենց նման կերպ էին հարցերը լուծվում, մենք ժողովրդավարական ուղով ենք գնում, մենք անգամ այդ տարիներով, տասնամյակներով թալանածը եւ այլը հետ բերելու համար ինստիտուտներ ենք ստեղծել, դատարաններ ենք ստեղծել, ատյաններով իր օրենք ենք ընդունել, որպեսզի ինստիտուցիոնալ ճանապարհով գնալ, այլ ոչ թե վերցնել ուղարկի ձեռքներից եւ բաժանել ժողովրդին։ Ասում եք դու նստելու ես, հիմա դա քաղաքական թե իրավականներին հրահանգել։ Ես հիմա բան էլի, այտենց չեմ կարող վերլուծության ենթարկել ամեն վարքյանը, ես իմ տպավորությունն եմ ասում, եթե նայենք արածներին, բոլորը պետք է նստեին, իհարկե պետք է նստեին։ Դուք չգիտեք, որ իրանց մեծ մասը պետք է ստեղ չլիներ։ Որովհետև այնպես չեն արել, որ կարողանաս մի օրում դա բացահայտել։ Եվ մի գործի հետևից գնալուց բազմաթիվ խոչընդոտներ ես տեսնում, որը այլոց իրավունքներ կարող ես խախտել, այսինչ արդարությանը հասնելու համար։